ինձ միշտ անհանգստացրել է օրինակ դպրոցը։ Տարիների ընթացքում անդադ աշակերտների թիվը պակասում է գյուղում։ Մենակ դրանից ենք վախեցել, որ երեխեքին չկարողանանք դպրոց ուղարկենք, դպրոց կամ կողքի գյուղ կամ նոյեմբերյան քաղաք ուղարկենք։ Նման խնդիրներից ենք վախեցել, որ հնարավոր է ինչ որ դա դրթի, որ գնանք նոյեմբերյան կամ իջևան կամ, բայց փառք Աստծո միջև այսօր հələ որ այդ խնդիրը դեռ այդ աստիճան չի հասել։ Իհարկե կա, դասարաններ ունենք, աշակերտ չկա։ Այս տարի շրջանավարտներ ունենք 3 հոգի են, անցած տարի 6 հոգի են եղել, 6 կամ 7։ Առաջի դասարանցիներ այս տարի կան, բայց տարի ալնում, որ չի լինում։ Ես որ աշխատել եմ, այն ժամանակ Ժաննա Անդրեասյանը դեռ չկար, փառք Աստծո։ Նախարարը ուրիշ ա եղել, էլի։ Հիմա տենց են ասում, նախկինների ժամանակ եմ ես աշխատել։ Երկու աղջիկս ուսանող են, իմ տղաս է դպրոց գնում, մեկն է փոքր է։ Ես որ ասենք նստում ենք տունը դասերը պատրաստելու, ես գլուխ չեմ անում, թե այդ ինչ է գրած այդ գրքում կամ ինչի համար է դա գրած, դրանից ինչ պետք է երեխան սովորի։ QR կոդով Մեսրոպ Մաշտոցի նկար, չգիտեմ ես ինչեր, կարիքը որն է դրա, իմաստը որն է, որ պետք է երեխեն, նախ երեխեք կա որ հեռախոսել չունեն, հասարակ բան, որ տունը, ասենք, չգիտեմ, համակարգիչ չունեն, չեն կարող օգտվել այդ ժամանակակից միջոցներից, այդ երեխեն ոնց QR կոդով գտնի, թե Մեսրոպ Մաշտոցը ով է եղել։ Դժվար էր, մարդու նկարը ոնց ենք մենք սովորել մեր ժամանակներում, գիրքը բացում ենք, տենում ենք Մեսրոպ Մաշտոցն է, մի խոսքով, ամենայն դեպս կոնկրետ ես որպես ծնող, որպես հայր, դա իմ դուրը չի գալի։